Շնորհակալ եմ, պարոն Պապյան, հարգելի գործընկերներ, այս որոշումը իհարկե կապված է մի քանի գործոնների հետ։ Առաջինը, որ դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքերը ակնհայտորեն մեծանում են, երկրորդը ներքին զբոսաշրջությունը աճում է, եւ երրորդ շատ կարևոր գործոնը, հիմա գործնականում մարդիկ զբոսաշրջային ծառայությունները գնալով ավելի ու ավելի մեծ ծավալներով ձեռք են բերում առցանց։ Այսինքն մարդը հիմա առցանց հարթակում է տեսնում այն ծառայությունը, որը իրեն առաջարկվում է, եւ բնականաբար շատ են դեպքերը, երբ որ Photoshop-ը շատ մեծ ներազդեցություն է ունենում, եւ այսինքն մարդը չի գնում իր սենյակի դուռը բացի նայի ինչա ինչի, հետո նոր դա որոշի տեղ ուզում ապրի, թե չի ինքը on-line ծառայություններ է ստանում եւ շատ դեպքերում, երբ որ մարդիկ գալիս են եւ իրանց վարձած կամ բանարած պատվիրած սենյակը տեսնում են իրականության եւ համացանցային գովազդի ահռելի տարբերություններ եւ հաջորդ գործողությունը, որ նրանք անում են, ինչ է, հատկապես օտարերկրյա զբոսաշրջիկները, որոնք բաներ չունեն, տենց չգիտեն ճիշտը ինչա, գրում են պետական մարմիններին։ Պետական մարմիններն էլ գնում են դե լծակներ չկան, որովհետեւ մարդը ասում է պատվիրել է, եկել է, ինչից է բողոքում։ Այսինքն հիմա այստեղ խնդիրը հետեւյալն է, որ որոշակի զբոսաշրջային գործառայություններ մատուցելը դառնում է ըստ էության ծանուցման ենթակա գործունեություն, որ սուբյեկտը հայտարարի, ասի ես զբոսաշրջային գործունեություն եմ ծավալում եւ կառավարությունը համապատասխան մարմինը հնարավորություն ունենա գոնե նախնական ուսումնասիրել միջավայրը եւ այլն եւ մի հավաստիացում տալ, որ քաղաքացիները հայաստանյան եւ օտարերկրացի կարող են այդ ծառայությունից օգտվել, որովհետեւ պետությունը նախնական դիտարկում իրականացրել է եւ հայտարարվածի եւ իրականության միջև մեծ ճեղքեր չի տեսել։ Սա իհարկե վերաբերվում է նաեւ ավտոմեքենաներին, գիդերին, որովհետեւ կարող են համացանցում մի մեքենա տեղադրված լինի, բայց երբ որ մեքենան գալիս է, պետք է մարդը նստի, տեսնում է ուրիշ մեքենա, այստեղից բխող բոլոր հետևանքներով, սկսած դրանց տեխնիկական վիճակներով, սանիտարական վիճակ եւ այլն եւ այդպես շարունակ, եւ իհարկե նաեւ բովանդակային խնդիրներ էլ կարող են լինել, որովհետեւ նաեւ պետքա մաքսիմալ ճիշտ ներկայացվի, որովհետեւ պետական քաղաքականության շրջանակներում, այդ թվում մեր երկրի միջազգային իմիջի հետ կապված հարցեր են առաջանում, ել չեմ ասում խնդիրներ առաջանալու դեպքում այս մեխանիզմը եւ համակարգը մեզ կօգնի, որպեսզի մենք շուտ հասցեագրենք խնդիրը, եթե կա ահազանգ, մեզ համար տեսանելի լինի, թե այդ ահազանգը մեր կողմից ճանաչված որ սուբյեկտի հետ է կապված, կամ եթե չճանաչված սուբյեկտի հետ է կապված, արդեն մենք էլ կիմանանք ինչ ուղղություններով մենք շարունակենք աշխատել։ Այսինքն ըստ էության այս որոշումը զբոսաշրջային ինդուստրիայի նոր ստանդարտ սահմանելու մասին է, որովհետև զբոսաշրջությունը արդեն դառնում է ինդուստրիա եւ այս process-ը շարունակվելու է։ Իդեպ հաճույքով եմ ուզում արձանագրել, որ 2025 թվականին սկսված միտումը համենայն դեպս այն վիճակագրական մեթոդաբանությամբ, որ մենք ունենք, երբ որ մենք մի քանի ամիսներ տարվա երկրորդ կեսին զբոսաշրջային այցերի ռեկորդներ սահմանեցինք, այդ դինամիկան ոնց որ թե շարունակվում է 2026 թվականին, որովհետև 2026 թվականի հունվարին մենք նույնպես զբոսաշրջության բացարձակ ռեկորդ ենք ունեցել բոլոր ժամանակների հունվար ամսվա համար, ճիշտ եմ, չէ՞ ասում, պարոն Պապյան։ Եվ ընդհանրապես մեր թվերը ինչ են ցույց տալիս։